այսօր ասել եմ, այո, մեր օրակարգը impeachment եւ դա պիտի տեղի ունենա մինչ 2026 թվականի ընտրությունները։ Ոչ, որ հարցը ուղղեցին, ասացի, որ չեմ ծանոթացել, հետեւաբար կարծիք չեմ հայտնի, մինչեւ ծանոթանամ ինչ են խոսել, ինչ են ասել եւ ինչ հայտարարություն են արել։ Այսինքն դες պետք է ժողովրդի համախմբվածությունը, չէ՞ նաեւ։ Սկզբից ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ այո, եւ ժողովրդի համախմբվածությունը առհասարակ է պետք, ոչ միայն քաղաքական process-ների ժամանակ, առօրյա կյանքում էլ է պետք է համախմբվածություն։ Բոլոր երկրում տեղի ունեցող գործընթացների ժամանակ էլ է պետք է համախմբվածություն։ Առհասարակ մեր երկրի ապագայի համար էլ է պետք ժողովրդի համախմբվածություն։ Ես միշտ ասել եմ, երբ որ մենք համախմբված ենք լինում, մենք միշտ հաղթանակներ ենք ունենում, երբ որ պարակվում ենք, մասնատվում ենք, մենք միշտ պարտություններ ենք։ Հետևաբար բոլոր գործընթացների ժամանակ միշտ պետք է մեր ժողովրդի համախմբվածություն։